Պարզ հարցեր, թե ինչու է անհրաժեշտ ունենալ կրթության ռազմավարություն։ Ինչ է ռազմավարությունը։ Ռազմավարությունը դա կոնկրետ ոլորտում տեսլական է, այն ճանապարհը, որը որ պետք է անցնել ոլորտում փոփոխություն ունենալու համար։ Ինչու անհրաժեշտ, որ յուրաքանչյուր, այդ թվում կրթության ոլորտը ունենա իր ռազմավարությունը։ Տվյալ փաստաթուղթը օգնում է անցնել որոշակի ճանապարհ, նախանշել խնդիրներ, դրանց լուծման հնարավորությունները, ունենալ ապագայում փոփոխության պատկերը։ Ովքեր են պատասխանատու կրթության ռազմավարություն ունենալու համար։ Մեր երկրում կրթության ռազմավարության պատասխանատուն դա ոլորտային նախարարությունն է, կառավարությունը եւ իշխանությունը։ Հայաստանն ունի կամ ունեցել է կրթության ռազմավարություն։ Հայաստանի Հանրապետությունը միշտ ունեցել է կրթության ռազմավարություն, դա դրսևորվել է կրթության ազգային ծրագրի տեսքով եւ հիմա էլ ունի մինչեւ 2030 թվականը։ Եթե կրթության ոլորտը կազմակերպվում է առանց ռազմավարության, ինչ հետևանքներ կարող է ունենալ կրթության որակի վրա։ Դա ստեղծում է խոչընդոտներ բոլոր ոլորտում ընդգրկված բոլոր դերակատարների համար, որոնք որ չեն ունենում պատկերացում, թե ուր է պետք գնալ, ինչպես է պետք գնալ, ինչ խնդիրներ է պետք լուծել եւ միմյանց հետ համագործակցությունը ակնհայտ պարզ տրամաբանական չի երևում։ Ինչ վերջնական արդյունք է ակնկալվում կրթության ռազմավարությունից։ Կրթության ռազմավարության վերջնական արդյունքը դա կրթության որակի բարելավումն է, կրթության հասանելիությունը բոլորի համար։ Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտություն առաջանում է փոխել այն եւ որ դեպքում։ Փոփոխելու անհրաժեշտությունը առաջանում է, երբ որ ավարտվում է ռազմավարությունը եւ կարիք կա նոր ռազմավարության կամ երբ որ երկրում տեղի են ունենում շատ լուրջ տնտեսական, քաղաքական, հասարակական, սոցիալական փոփոխություններ, որոնք նոր պահանջներ են ձևավորում տվյալ ոլորտի համար։ Ինչպես է վերահսկվում, ռազմավարությունն իրականացվում է, թե ոչ։ Հայաստանի Հանրապետությունը ունի կրթության ռազմավարության նախագիծ, այն վերջերս հաստատվել է կառավարության կողմից, նախատեսված է մինչև 2030 թվականը, ուղարկվել է ազգային ժողով հաստատման։ Վերահսկումը իրականացվում է ռազմավարության պատասխանատու ոլորտային նախարարության կողմից։ Ինչպես է ներկայիս կրթության զարգացման պետական ծրագիրը տարբերվում նախորդ ռազմավարություններից։ Առաջին անգամ ազնվորեն եւ համարձակորեն իմ կարծիքով ներկայացված են մեր կրթության համակարգի մեծ թվով խնդիրներ, նույնիսկ այն խնդիրները, որոնք որ իրապես շատ ցավալի խնդիրներ են, որոնց մասին միգուցե առաջ շատ չի բարձրաձայնվել։ Որքանով է մեկ ոլորտի ռազմավարությունը փոխկապակցված մյուս ոլորտների հետ։ Բոլոր ռազմավարությունները իրար հետ իրականում պետք է փոխկապակցված լինեն, քանի որ դրանք մեկը մյուսին լրացնում են, մեկը մյուսին օգնում են եւ մեկի արդյունավետ իրականացմամբ պայմանավորված է մյուս ոլորտի արդյունավետ իրականացման ռազմավարությունը, ինչպես նաեւ հակառակը։ Մի ոլորտի ռազմավարության տապալմամբ մնացած ոլորտների ռազմավարությունները եւս կարող են ձախողվել։ Որ դեպքում կարող ենք ասել, որ կրթության ռազմավարությունը հաջողությամբ է իրականացվել։ Երբ որ ռազմավարությամբ նախատեսված խնդիրները կհամարենք լուծված, երբ որ կհամարենք ռազմավարությամբ նախատեսված վերջարդյունքները ձեռք բերված եւ իրականում ակնհայտ կտեսնենք բոլորս, բացի նաեւ զուտ մասնագետներից, որ մեր կրթության ոլորտը փոխվել է, մենք ունենք որակյալ եւ հասանելի բոլորի համար կրթություն եւ դա կբավարարի թե ռազմավարության հեղինակներին, թե նաև մեր հասարակությանը։